Պատկերացրեք մի նիգերացու, չինացու, հնդիկի, որևէ այլ ազգի մարդու, որը գալիս է Հայաստան, հիմնավորվում է Հայաստանում, սովորում է հայկական բուհում, խոսում է հայերեն, օգտվում է մեր սոցիալական առողջապահական համակարգերից եւ հրապարակայնորեն հայհոյում եւ քննադատում է մեր ազգը։ Մենք որպես հայ մարդ, մեզ ինչպես կզգանք։ Բայց իմ նկարագրած կերպով վարվում են մեր շատ հայրենակիցներ, որոնք գնում են արտասահման, օգտվում են տարբեր երկրների առողջապահության, կրթության, սոցիալական համակարգերից եւ հայհոյում են այդ երկրները, այն ժողովուրդներին, որոնք ստեղծել են այդ բարեկեցիկ երկրները։ Ես այդպիսի դեպքերի ականատես եմ եղել Բելգիայում, Գերմանիայում, այդպիսի դեպքեր շատ լսել եմ Ամերիկայի հայերի մասին, Ռուսաստանի հայերի մասին։ Դա շատ տգեղ բան է։ Եթե դուք ապրում եք Ռուսաստանում կամ Ամերիկայում եւ այդ աստիճան չեք սիրում Ռուսաստանը եւ Ամերիկան, հեշտ միջոց կա։ Դուք կարող եք այդտեղ չապրել։ Ինչ է նշանակում գնալ օտար երկիր, օգտվել այդ երկրի բարիքներից եւ հայհոյել այդ երկիրը։ Օտարերկրացիների օրինակը Հայաստանի մասին հենց սկզբից ասացի, որ դուք պատկերացնեք, թե ինչ աստիճանի վիրավորական է եւ ինչ ապերախտ վարք է, երբ որ մարդը գալիս է քո երկիր եւ սկսում է հայհոյել քո երկիրը։ Եվ հակառակը, մենք ինչքան մեզ լավ ենք զգում, երբ օտարերկրացիները գալիս են եւ գովում են մեր երկիրը։ Նույնիսկ եթե մեր երկիրը քննադատում են արդարացիորեն, ասենք ասում են Հայաստանը գեղեցիկ երկիր է, բայց ամենուր աղբա։ Սա իրականություն է։ Նույնիսկ իրականությունը լսելը հաճախ հաճելի չի լինում։ Էլուր մնաց, երբ որ որակումներ են տալի ազգին։ Սիրելի բարեկամներ, չկան լավ ու վատ ազգեր։ Բոլոր ազգերի մեջ կան լավ ու վատ մարդիկ։ Երբ որ ձեր բերանը բացվում է, ձեր լեզուն պտտվում է, որ ռուս ազգի մասին մի որևէ վատ բան ասեք, դուք հիշեք, որ դա Չայկովսկու ազգն է, Պուշկինի ազգն է, Չեխովի ազգն է։ Հիշեք գերմանացի կոմպոզիտորներին, գրողներին, տասնյակ, չգիտեմ, հարյուրավոր։ Երբ որ ամերիկացիներն եք ուզում քննադատեք, հիշեք, որ աշխարհում ստեղծված նորարարությունների զգալի մասը ստեղծվել են Ամերիկայում։ Հնարավոր չի այսօր ձեր կյանքը դուք չեք կարող պատկերացնել առանց այն նորարարությունների, որը ստեղծել է ամերիկացի ժողովուրդը։ Ես 15 տարի ապրել եմ Գերմանիայում, որևէ այլ զգացմունք գերմանացի ժողովրդի մասին, քան խորին շնորհակալությունը ես չեմ պատկերացնում։ Եթե մեզ հաջողվի մեր պետությունը հասցնել 30-40% գերմանական պետության մակարդակի, մեր ազգը արտագաղթ բառը կմոռանա։ Չարտագաղթելու համար, ներգաղթ ապահովելու համար կարիք չկա, որ մենք լինենք Գերմանիայի մակարդակի նույնիսկ։ Եթե լինենք 30-40%-ով, ուղղակի մեր բարգավաճության մակարդակը լինի Գերմանիայի 30-40% չափով, մենք չենք արտագաղթի։ Մենք Գերմանիայից հետ ենք 10 անգամ, Ամերիկայից հետ ենք 10 անգամ, Սինգապուրից հետ ենք 20 անգամ, Իսրայելից հետ ենք չգիտեմ քանի անգամ։ Մենք բոլոր զարգացած երկրներից հետ ենք ոչ թե տոկոսներով, այլ անգամներով։ Եթե մենք ուզում ենք պետություն ստեղծել, առաջինը մենք պիտի հիանանք այն ազգերով, որոնք ստեղծել են այնպիսի պետություն, որը մենք ուզում ենք ստեղծել։ Ստեղծագործականությունը սկսվում է հիացումից։ Վերցրեք ցանկացած բալետի պարուհու, ֆուտբոլիստի, նկարչի, փոքր տարիքում իրենց ստեղծագործական կյանքը սկսվել է հիացումից։ Նկարիչը հիացել է այլ նկարիչներով դարձել է նկարիչ։ Բալետի պարուհին հիացել է բալետի պարուհիներով դարձել է բալետի պարուհի։ Ֆուտբոլիստը փոքր երեխան 4-5 տարեկան հիացել է ֆուտբոլիստներով, երազել է նմանվել նրանց, դարձել է ֆուտբոլիստ։ Նույնպես, եթե մենք ուզում ենք ստեղծել պետություն, մենք պիտի սկսենք հիանալով այն պետություններով, որոնց ցանկանում ենք նմանվել։ Եվ պիտի ոչ թե քննադատենք այդ ազգերին, այլ շնորհակալ լինենք, որ կարողանում ենք գնալ եւ իրենց կրթական համակարգերից օգտվել։